Հայլելով Երևանի դեպքում այլ Ճիշտ հասկացեք, իմանանք, որ ձեր անվտանգությունը Ուղեկցեք մեզ այսինքն։ Հետո հարցազրույցն նոր Մենք բոլորս եւս մեկ անգամ տեսանք, որ Նավասարդ Կճոյանը եւ հուդական խմբակի մյուս մասնակիցները քաջություն չունեն դուրս գալու հանրության մամուլի առաջ եւ ասելու, թե ինչ դրդապատճառներով են դիմել այս դավաճանական քայլին։ Եթե նույն Կճոյան Նավասարդը, որը հիմա պահկվել է այս դռների ետևում, կարող է իրեն թույլ տալ դուրս գալ եւ պատասխանել մեր հարցերին, արդյոք ճիշտ է, որ այս պահին 4 սրբազաններ գտնվում են կալանքում։ Արդյոք ճիշտ է, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի կազմում է ճանաչել Արցախը։ Արդյոք ճիշտ է, որ Ադրբեջանում կան ռազմագերիներ, որոնց մասին նա չի խոսում։ Արդյոք ճիշտ է, որ ինքը շարունակում է հարստահարվել եւ դարել է միլիոնատեր, իսկ ժողովրդին շարունակում է կերակրել հեքիաթներով։ Արդյոք ճիշտ է, որ Նիկոլ Փաշինյանը կատարում է Փաշազադեի հրահանգները։ Թող դուրս գա եւ այդ հարցերին պատասխան տա։ Իհարկե, սրանք ռետորական հարցեր են։ Նավասարդ Կճոյանը արդեն իսկ պատասխանել է այդ հարցերին։ Պատասխանելով ցավոք սրտի այո։ Եվ մենք այսօր յուրաքանչյուր հայ եւ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է կանգնենք եկեղեցու կողքին, որովհետեւ եկեղեցու կողքին կանգնելով մենք կանգնում ենք մեր պետականության եւ ինքնության կողքին։